Աշնանային օդը բերում է ոչ միայն զով քամի, այն կարծես մաքրում է անցյալի կասկածները և հարթում անսպասելի վերածննդի ճանապարհը։ Քանի որ օրերը կարճանում են, ճակատագիրը երբեմն անսպասելի նվեր է տալիս նրանց, ովքեր կարողացել են պահպանել հավատը և պատրաստ են գործողություններ ձեռնարկել։ Այս հոլովակում կքննարկենք 5 կենդանակերպի նշաններ, որոնց 2025 թվականի ավարտը կարող է վերածվել իսկապես նշանակալի շրջադարձի, ոչ թե իրադարձությունների պատահական շրջադարձի, այլ ներքին պատրաստվածության և հետևողական քայլերի արդյունքի։ Երկվորյակներ։ Հնարավորության շշուկ, որը դարձավ վճռորոշ խոսք։ Երկվորյակների համար աստղերը խոստանում են ոչ միայն գաղափարների ալիք 2025 թվականի վերջին ամիսներին, այլև զրույցները երկարատև համաձայնությունների վերածելու հնարավորություն։ Եթե դուք երկար ժամանակ հավաքել եք ձեր մտքերը և հետաձգել նախագծերը, հիմա այն պահն է, երբ մեկ հանդիպումը կամ մեկ էլեկտրոնային նամակը կարող է բացել նշանակալի ճանապարհ առաջ շարժվելու համար։ Ձեր խնդիրն է դադարեցնել տարբերակները որպես տարբերակներ դիտարկելը և սկսել դրանք ձևակերպել կոնկրետ առաջարկների, կարճ վաճառքի առաջարկ, նախատիպ, հրապարակումների շարք կամ խորհրդատվական պլան։ Զգացմունքային առումով հաճելի զուգադիպություններ կառաջանան նրանց համար, ովքեր դադարում են վախենալ անկեղծություն ցուցաբերելուց և սկսում են նույնքան ուշադիր լսել, որքան խոսում են։ Գործնական գործողություններ։ Հատկացրեք 2 շաբաթ ինտենսիվ հաղորդակցության համար, օրական ուղարկեք առնվազն 1 կարևոր հաղորդագրություն, պլանավորեք հանդիպումներ և հետևեք առաջընթացին։ Սա այնքան էլ մրցավազք չէ, որքան միտքը գործողության վերածելու արվեստ։ Եթե դուք դա անեք, տարվա վերջը ձեզ կբերի շոշափելի արդյունքներ։ Կույսեր։ Կարգի նուրբ թել, որը տանում է դեպի անսպասելի հաջողություն։ Կույսերը չեն զգա հանկարծակի հաջողության կախարդանքը, այլ ուշադիր կազմակերպված աշխատանքի պտուղները, որոնք կսկսեն դրսևորվել հենց տարվա վերջում։ Այն, ինչ դուք ամիսներ շարունակ կազմակերպել եք սառը ճշգրտությամբ, վերջապես կձևավորվի և եզակի մանրամասները կմիավորվեն ամուր կառուցվածքի մեջ, ավարտված նախագիծ, վճարված պարտք, պաշտոն, որը կբացի հնարավորությունների նոր հորիզոններ։ Կարևոր է չհրաժարվել փոքր բաների մեկ կույտից։ Գնահատեք ոչ միայն արդեն իսկ ձեռք բերվածը, այլև այն, թե որտեղ են մնում խոցելիությունը, և մեկ առ մեկ լուծեք դրանք։ Անձնական կյանքում հրաշքը կարող է դրսևորվել անսպասելի ճանաչման կամ կայունության տեսքով, որը գալիս է ինքնակարգապահության երկար ժամանակահատվածից հետո։ Խորհուրդ. ամեն կիրակի պահեք արդյունքների օրագիր, գրի առեք շաբաթվա 3 կոնկրետ նվաճումները և հաջորդի համար ձեր ծրագիրը։ Դեկտեմբերի վերջին դուք կտեսնեք համակարգային պատկեր, որը մյուսները կանվանեն պատահականություն, բայց դուք կիմանաք, թե ինչպես և ինչու է դա տեղի ունեցել։ Խեցգետիններ։ Անցյալի լույսից վերակառուցված տուն։ Խեցգետինների համար 2025 թվականի վերջը կարող է իսկական հրաշք լինել։ Վերականգնած հարմարավետության և վստահության ժամանակաշրջան։ Շատերի համար սա կլինի այն ժամանակը, երբ հին վերքերը կսկսեն բուժվել և հարաբերությունները թե ընտանեկան, թե մասնագիտական նոր իմաստ կգտնեն։ Այս հրաշքը պարտադիր չէ, որ հանկարծակի գա։ Ամենից հաճախ այն կլինի աստիճանական ինքնակատարելագործման և զգույշ հաղորդակցության արդյունք։ Եթե ժամանակ ներդնեք բաց հաղորդակցության, սպասումների անկեղծ վերանայման և ձեր սեփական սահմանների նկատմամբ հարգանքի մեջ, շրջապատողները կսկսեն փոխադարձաբար արձագանքել։ Մի պրակտիկա, որը կբարձրացնի ազդեցությունը։ Օրվա ավարտի երեկոյան ծես։ Մի քանի րոպե ձեր ձեռքբերումները գնահատելու և վաղը ինքնախնամքի ուղղությամբ մեկ քայլ պլանավորելու համար։ Նման ծեսը ոչ միայն կայունացնում է ձեր հուզական վիճակը, այլև ազդանշաններ է ուղարկում ուրիշներին։ Դուք պատրաստ եք և կարող եք ստեղծել հուսալի հիմք։ Հենց այս հուսալիությունից է, որ կարող է առաջանալ այն իրադարձությունը, որը դուք հրաշք եք անվանում։ Կարիճներ։ Խորություն, որը դարձավ փոխակերպման բանալին։ 2025 թվականի վերջին կարիճները կարող են ապրել մի պահ, որը կփոխի իրենց արտաքին իրականությունը ներքին շրջադարձային պահից հետո։ Ձեզ համար հրաշքը ոչ միայն արդյունքն է, այլև բարդ փոխակերպման ավարտը, ազատագրում հին օրինաչափություններից, էներգիայի վերականգնում և ուժի վերադարձ ձեր պատասխանատվության ոլորտ։ Արտաքին հանգամանքները կսկսեն ենթարկվել ձեր ներքին պարզությանը, եթե գործեք զսպվածությամբ և ծրագրով։ Սա այն ժամանակն է, երբ կարող եք փակել պարտքերը, ստվերից դուրս բերել նախագիծ կամ պաշտոնապես սկսել այն, ինչը մինչ այժմ գաղտնի է պահվել։ Զուտ հուզական աշխատանքից ներում, դրդապատճառների պարզաբանում, մինչև կոնկրետ իրավական կամ ֆինանսական քայլեր, այս ամենը կդառնա արդյունքի տանող միասնական գծի մի մասը։ Պարապեք
էֆեկտը ուժեղացնելու համար։ Մեկ խորը զրույց վստահելի անձի կամ մասնագետի հետ։ Մեկ կոնկրետ վարչական քայլ, պայմանագիր, գրանցում, վճարում, յուրաքանչյուր 3 շաբաթը մեկ եւ մինչեւ դեկտեմբեր դուք կտեսնեք, թե ինչպես է խավարը զիջում իր տեղը մաքուր իշխանությանը։ Շարժվելով առաջ ձեզ կներկայացնենք հետաքրքիր մի հոդված։ Մի քանի բաներ, որոնք երբեք չեք տեսնի երազում։ Ուղեղն այդպես է պաշտպանվում։ Մեր ուղեղն իրականությունը մոդելավորող հզոր գործիք է, բայց այն նույնպես ունի իր թերությունները։ Ահա մի քանի անհավանական բան, որոնք մնում են մեր երազներից դուրս։ Կարծես հենց գիտակցության բնությունն արգելում է դրանք։ Երազները կարելի է անվանել գիտակցության յուրօրինակ լաբորատորիա, որտեղ սովորականն ու իրականը լուծվում են պատկերների հոսում աշխարհում։ Երազում մենք ընկնում ենք անդունդը, թռչում քաղաքի վրայով կամ զրուցում նրանց հետ, ովքեր վաղուց մեզ հետ չեն, բայց որքան էլ զարմանալի է, նույնիսկ այս անսահման տիրույթում կան արգելված տարածքներ։ Ինչ հնարավոր չէ տեսնել երազում։ Ժամանակ եւ ժամացույցներ։ Երազում շատ հազվադեպ եւ հաջողված տեսնել ժամացույցի վրայի ճշգրիտ ժամանակը։ Երբեմն թվերն աղոտ են, իսկ սլաքները շարժվում են անհասկանալի ուղղությամբ։ Ժամանակի միասնական ընթացք գոյություն չունի։ Ենթագիտակցությունը չի արձանագրում հաջորդականություններ, այն պարզապես կապում է զգացմունքային վիճակները։ Հենց այդ պատճառով երազում մենք կարող ենք ծերանալ, ապա նորից երեխա դառնալ, չնկատելով ոչ մի տարօրինակ բան։ Կամ կարող ենք միաժամանակ գոյություն ունենալ ներկայում եւ անցյալում։ Ընթերցանություն եւ նոր լեզու։ Երբևէ երազում խոսել եք իրական օտար լեզվով։ Դա միանգամայն հնարավոր է, բայց հորինել բոլորովին նոր լեզու հստակ քերականությամբ եւ կառուցվածքով եւ արտասանության կանոններով ոչ։ Ձեր ենթագիտակցությունը կարող է նմանակել խոսքը, օգտագործելով ձեզ արդեն ծանոթ կառույցներ, բառերի կտորներ եւ հնչերանգներ։ Սակայն ստեղծել սեփական յուրահատուկ լեզուն անհնար է, քանի որ վերացական մտածողությունն ու տրամաբանությունը քնած ժամանակ ակտիվ չեն։ Իրական ցավ։ Երազում դուք կարող եք ընկնել աստիճաններից, հայտնվել քարաթափման տակ կամ վնասվածք ստանալ, բայց բոլոր զգացողությունները խլացված կլինեն։ Երբեմն ցավի փոխարեն առաջանում է ուժեղ հուզական արձագանք, վախ կամ տագնապ, ինչի պատճառով շատ մարդիկ կտրուկ արթնանում են։ Բայց իսկական ֆիզիկական ցավ չի լինում, քանի որ ուղեղն արգելափակում է մարմնից եկող նյարդային ազդանշանները։ Իսկ եթե ցավ այնուամենայնիվ առաջանում է, դա արթնանալու ազդանշան է։ Ձեր ենթագիտակցությունը հուշում է, որ մարմինն անհարմար դիրքում է կամ ինչ-որ բան իսկապես ձեզ ցավ է պատճառում։ Հայելի եւ արտացոլանք։ Դուք հայելու մեջ չեք տեսնում ձեր հստակ կայուն արտացոլանքը։ Պատկերը հաճախ աղաղված է, անճանաչելի կամ ձեր փոխարեն ցույց է տալիս մեկ ուրիշին։ Սմարթֆոն։ Թեև սմարթֆոնը կարող է երազում հայտնվել, դրա էկրանը ամենայն հավանականությամբ կցուցադրի անհասկանալի բառեր կամ պարզապես չի աշխատի։ Ուղեղի ձախ կիսագունդը, որը պատասխանատու է խոսքի մշակման համար, երազների ընթացքում սովորաբար հանգստանում է։ Սեփական մահը։ Մեզնից շատերը երազում տեսել են սեփական մահը, անկում, խեղդվել, անհետացում, բայց գրեթե ոչ ոք իրեն մահացած չի տեսել։ Երազն ավարտվում է այն պահին, երբ գիտակցությունն անհետանում է։ Սա զուգադիպություն չէ։ Ուղեղը չի կարող վերարտադրել մի վիճակ, որտեղ ինքը գոյություն չունի։ Ուստի մահը երազում ոչ թե վերջն է, այլ դուր դեպի հաջորդ տեսարանը։ Հաճախ մահից հետո դուք պարզապես հայտնվում եք մեկ այլ վայրում, մեկ այլ մարմնում, նոր պատմությամբ, կարծես ենթագիտակցությունը վերամեկնարկ է կատարել։ Համաչափ առարկաներ եւ դեմքեր։ Երազներում համաչափությունը խախտվում է։ Դեմքերը կարող են մի փոքր աղաղված լինել, առարկաները կորցնում են իրենց ճիշտ ձևը, տառերը թեքվում են, իսկ հայելիներն այլանդակում են արտացոլանքները։ Դա տեղի ունենում այն պատճառով, որ երազները միաժամանակ առաջանում են ուղեղի աջ եւ ձախ կիսագնդերում եւ դրանց մեջ կատարյալ համաժամանակություն չկա։ Ուստի նույնիսկ երազի ամենագեղեցիկ պատկերները միշտ փոքր-ինչ անհամաչափ են, հիշեցում այն մասին, որ դուք գտնվում եք ընկալման քաոսի թակարդում։ Երազի ավարտը։ Երազը վերջաբան չունի։ Դուք չեք տեսնի եզրափակիչ տիտրեր կամ պատմության տրամաբանական ավարտ։ Այն պարզապես լուծվում է, անհետանում։ Ենթագիտակցությունը չի հասկանում ավարտ հասկացողությունը։ Այն աշխատում է ցիկլիկ, մի փուլից մյուսին անցնելով։ Երբեմն կարող է թվալ, որ սյուժեն ավարտվեց, բայց դա միայն այն պատճառով, որ գիտակցությունն է հոգնել դրանից կառչելուց։ Իսկական ավարտը միշտ տեղի ունենում կադրից դուրս, հենց այն պահին, երբ մարմինը որոշում է արթնանալ։